Ես ուզում եմ, որպեսզի մենք բարձր ծափարենք Queens Եվա Սուջան, բարձր ծափարենք մեր տաղանդավոր երաժիշտերին եւ երգչուհուն եւ բնականաբար ավելի բարձր ծափարենք Amaras Dance Studio-ի տաղանդավոր պարուհիներին, որ գեղեցկացնում են մեր այս հրաշալի տաղավարը, ինչու՞ չէ նաեւ ձեր երեկոները։ Բայց երեք գիտեք մի տեսակ հայկական բան եմ ուզում։ Այո Այս երգը ես սիրով ձոնում եմ ձեզ Ձոն Ռաֆայելից Մարդի վեց Տղաների օրերը սկսվեց Երկու օր Որ ճարեմ վարկիս երաշխավոր Մարդի վեց Վարդիգինը բիտկոյնի գրեց Հովիդով չեմ խապի այս անգամ Դիպի պատվաստված եմ 3 անգամ Կանայք հարսիկներ աղջիկներ Ինչ դուխի և ինչ ծաղիկներ Ձեզ կտամ ես շատ հանք նվերներ Ենել եմ ձեր համար դոբրակներ Վերամշակվող ու հաս տոպրակներ Այս քայլով ես բնությունն եմ փրկել Ասեք, որ լավ կրուտիտ եմ գտել Այս քայլով ես բնությունն եմ փրկել Ասեք, որ լավ կրուտիտ եմ գտել Այս գեղեցիկ հնչյուններից հետո ինձ մնում է ասել Բարի երեկո, երեկոն շանթում շոուն է Վախ, երեկը մեկում ներսարի Queens Եվա Սուջան և բնականաբար Ամարասի գեղեցիկ պարուհիներ Ասնենք առաջ Այո 2 օր հետո մարտի 8-ն է 1908 թվականին մարտի 8-ի Նյու Յորքում ավելի քան 15,000 կանայք այնպես արեցին, որ աշխարհի բոլոր տղամարդիկ մարտի 8-ին նվեր անեն կանանց Մեկը վարկով, մեկը պարտքով, մեկը խնդրելով, մեկը երգելով, մեկը լացելով, մեկը ուզելով, մեկը չուզելով, բայց մեկը ամեն տարի այդ օրը մենք մեր կանանց անում ենք նվերներ Պատկերացնում եք սիրելի տղամարդիկ 15,000 կինն են ցարել, որ շուրջ 3 միլիարդ տղամարդ մարտի 8-ին ընկնի ծախսի տակ Իսկ մենք տղամարդիկս դիվանին նստած լավագույն դեպքում Կլարա Ցետկինին հիշենք Այո, որ մենք էլ հելնենք, մեր իրավունքները պաշտպանենք Սրանից հետո մեզ գիշերները խռացնելուց կանայք չէին արթնացնի, չէին ասի ոտերդ ժուրնալի սեղանից իջացրա, ձմեռվա ցրտին մեզ չէին ասի դուրս արի բալկոնում ծխի, ֆուտբոլը մենք կնայենք ոչ թե կուխնյայում դրած փոքր տելևիզորով, այլ զալում, դեմոկրատ բազմոցին նստած, մեծ տելևիզորով Անենց որ տղեկ ջան, դուք օրը որոշեք դուրս են գալիս փողոց, միտինգ անենք, որպեսզի մենք էլ ունենանք մեր միջազգային օրը։ Իսկ հիմա թե տղամարդկանց, թե կանանց համար երեկոն շանթում շոու ծրագիրն է։ Երեկոն շանթում, երեկոն շանթում, երեկոն շանթում, երեկոն շանթում։ Բրավո, Եվա Սուջան և Queens բարձր ծափարությունները։ Այո, այս հիանալի օրով շատ մարդիկ ուզում են մեզ հյուր գալ նախկիներից, բայց դե մեր հաղորդումը ճրտոյի դուքյանը չի, ես ես ադի գոքորը չեմ։ Իրականում ես ամեն ինչը գրել են սցենարիստները, իսկ մեզ գրել է վերևարացների լիպոն։ Ռավ ջան, գիտեմ հաղորդումդ շատ մարդանայում, ես գրել եմ, որ ինձ հիշեն։ Մեզ գրել է ձախորդ Փանոսը, Ռավ ջան, կարաս մի $1000 փող տաս, բիզնես եմ դրել, բարակ Նոկիայի զայադշտիկներ եմ բերում ծախում, գործերս աճ գնա, անպայման կտամ։
Մեզ գրել է Լուսինեն, ռավ խիչ ես գրում, կորել ես։ Վայ, կներեք, ես իմ նախկինն էր։ Դե մարտի 8-ը գալի, երևի հիշել է։ Իսկ ով է լինելու նախկիներից մեր հյուրը, բնականաբար մենք իմանանք այս կախարդական մուշուրբայի օգնությամբ։ Վերջապես, հիմա կասեք Ռաֆո ջան, ինչ է վերջապես, ասեմ, վերջապես կզգամ, կշնչեմ նրա բույրն ու կվայելեմ Ատ Մարտինայի հերթական նորույթը, յուրօրինակ ու գեղեցիկ փաթեթավորմամբ համեղ սուրճը։ Շատ կարևոր է իմանալ, որ տարիների բովման փորձի շնորհիվ է, որ Ատ Մարտինայի սուրճը ունի նման անկրկնելի նրբին համ ու հիասքանչ բույր։ Հավատարիմ մնալով իր սկզբունքներին, Ատ Մարտինան մշտապես ապահովում է բարձր որակ, արաբիկա եւ արաբիկա ռոբուստա համադրությամբ, ինչպես նաեւ երեքը մեկում սուրճի տեսականին, իմ եւ ձեր երեկոները կլցնի թարմության շնչով ու կապահովի բարձր տրամադրություն։ Ատ Մարտինա, ուղղակի խոսքերն ավելով։ Կարաբալլա Բայց ես չհասկացա ես որտեղ եմ։ Գիտեք դուք որտեղ եք, դուք մի քաղաքում եք, որտեղ կանանց տոներին ընդառաջ փոխանակ ծաղիկները էժանանան ավելի են թանկացնում։ Փարիզում եմ։ Je pense dire qu'ils sont faits, les autres disent qu'ils sont plus romanades, plus coûteux sur trop. Մեկից հետ չկռայեցիք։ Գերմանիա։ Die Streitsauftritt von früher, so Streitstrich, non pas pour das. Երկուսից հետ չկռայեցիք։ Լավ, նստեք, ձեզ չտանջեմ շատ։ Դուք հիմա Երևանում եք։ Երևանում։ Չէ, Երևանում դուք այն ժամանակ եք։ Հիմա դուք Երևանում եք, որտեղ կանանց տոներին ընդառաջ ծաղիկները փոխանակ էժանանան ավելի են թանկացնում։ Հասկացա։ Մի վար։ Ինչ եք անում։ Ինչպես կարելի է կանանց դրած ծաղիկները նորից հետ վերցնել։ Դա նման է նույն նրան, ինչ որ ասենք հայ տղամարդու առաջ խաչ դնես կողքը չինական փայտիկներ ու ասես դեկեր։ Այո, Կարաբալա, նախ շատ շնորհակալություն, որ դուք մեր տաղավարում եք, ես ուզում եմ մի հարց տալ։ Մենք գիտենք, որ դուք ձեր սիրած կնոջ հետապնդողին դանակը հարել եք։ Բռներ ես տալիս։ Լավ, դա ագին ժամանակ անցել, լավ։ Կասեք մեզ, կինն ու ծաղիկները ինչ նմանություն ունեն։ Կինն ու ծաղիկը իրար շատ նման են։ Գիտես, մանավանդ տարիքային առանձնահատկություններ, երբ ասենք ցողուն է, հետո կոկոն է, հետո ծաղկում է։ Չնայած մի տարբերություն կա։ Ծաղիկները արհեստական լինում են, իսկ կանայք ոչ։ Կարաբալա ջան, այդ ձեր ժամանակ էր, որ կանայք արհեստական չեն լինում։ Իսկ հիմա այս մեր օրերին մինչև 60 տարեկանում կարողանում են ծաղկած մնալ։ Այսինքն ոնց։ Լավ, եկեք շատ չխորանանք, կանայք միշտ հմայի չեն, գեղեցիկ։ Խնդրում եմ այս ծափարությունները մեր կանանց եւ աղջիկներին շատ բարձր ծափարենք, սիրելի տղամարդիկ։ Ծաղիկներ նվիրեք կանանց ոչ միայն այսօր, այլ ողջ տարվա ընթացքում, որովհետև հասկացեք, մենք սիրում ենք ձեզ կանայք եւ դուք եք մեր կյանքի միակ իմաստը։ Այս ծափարությունները մեր կանանց եւ աղջիկներին։ Հարգարժան Կարաբալա, կարելի է անցնել մեր հաջորդ հարցին։ Ինչպես ստացվեց, որ դուք սկսեցիք ծաղիկների բիզնեսով զբաղվել։ Ճիշտ ասած, միտեղ հարսանիք էի հրավիրված, քեֆս լավացավ։ Եկավ այն պահը, երբ որ հարսա բուկետը պետք է շպրտի, ես չկորցի թռա ու բռնեցի։ Ես դիպած ու խայտարակ չէի լինելու։ Վաճառեցի նախին կնոջս ու դրից սկսվեց։ Լավա բլոտում թերս չեք բռնել, թե չէ գումար բազ եք դառնալու։ Բռնելու ես տալի։ Լավ։ Դա ճիշտ է, որ կանայք նման են ծաղիկների։ Գիտեք, շատ նման են։ Գինկա նման է վարդի, գեղեցիկ, բայց փշոտ։ Գինկա նման է
կակաչի։ Մի օր անտարբեր լինես, չջրես, կնեղանա։ Գիկա նման է մանուշակի, պետք է որսաս նրա գարունը։ Գիկա նման է մեխակի, պինդ, կայուն, անփոփոխ, բայց գեղեցիկ։ Գիկա կները ջրծաղկի է նման։ Անարմար պահի է գալիս ու խայտարակ ես լինում։ Սա կտակը իհարկե անկեղծ լուրջ ասած, դուք սիրելի կանայք, սիրելի աղջիկներ, դուք մեր կյանքի ծաղիկներն եք։ Ցանկանում ենք, որ դուք գտնեք ձեր ծաղկամաններին։ Բրավո, այսպիսի խոսքեր մենք կլսենք միայն մեր տաղավարում եւ բնականաբար հարգարժան Կարաբալա ձեր շուրթերից։ Մի այսպիսի բան եմ ուզում ասեմ, Կարաբալա ջան, եղել է որ ծաղիկ նվիրեք, հաջորդը ուզեմ, ստե երկրորդը ուզեն էլի։ Հա, գիտեք, թաղման են գնում, մեկը ուզեցին, տվեցի, երկրորդը ուզեցին, որ զույգվի։ Հասկացա։ Իսկ եղել է որ մեկին ծաղիկներ նվիրեք քաղաքում, ընկերը իմանա ու ուզենա գա ձեզ տեսնի։ Նման բան էլ ա եղել, ուրեմն մի բռնցքամարտի եկավ ինձ տեսնելու, ճիշտ է որ ընկերուհուս ծաղիկ ես նվիրել։ Ասեցի, հա ես դուխով տղա եմ, հետո մի շաբաթ անցավ, հիվանդանոցից դուրս եկա, իմացա որ նրանք խփել են։ Ով էր խփել ձեր ընկերները։ Ճիշտ ասած չիմացա, ընկերները ստոկը, թեյի ֆակտը։ Հասկացա։ Հարգարժան Կարաբալա, մի այսպիսի բան ասեմ։ Դուք քաղաքում գեղեցիկ զույգերին անվճար նվիրել եք ծաղիկներ եւ այդ բիզնեսում տակ չեք տվել։ Այստեղից կարելի է մի հատ ենթադրություն անել, որ այն ժամանակ գեղեցիկ զույգեր քիչ էին մեր քաղաքում։ Յանի ինչ։ Ինչ։ Հաբա ինչ։ Ես հին երևանցի տղա եմ։ Չէ, Կարաբալա ջան, հին երևանցին դա Արգիշտին էր, Մենոյի որդին, որ կառուցեց մեր Էրեբունի քաղաքը։ Յանի ինչ։ Մեջքորիչ։ Այսինքն ինչ մեջքորիչ։ Չէ, ծաղիկները որ վերջանում էր, գոռում էինք մեջքորիչ, ատամաքիչ, ճտիկով գրիչ, միլիսը որ գալիս էր, մաղարիչ։ Հասկացա։ Լավ, քանի որ խոսեցինք արդեն ոստիկանությունից։ Կարաբալա ջան, այդ ճիշտ է, որ դու եւ Չարենցը մի խցում եք նստել։ Հո։ Կամերում նստած էին, կլուշտիկը դուրը բացեց, ասեց դիմավորեք Չարենց, Պոնչ, Զիրոյան։ Իսկ կատակ եմ անում։ Մենակ Զիրոյան։ Դե այդ դեպքում ես ձեզ առաջարկում եմ սուրճ Ատմարցինայի կողմից 3-ը մեկում խմեք, թարմացեք եւ բոլոր այն հիշողությունները, որ եղել են ձեր կյանքում, թող վերանան բնականաբար այս համեղ սուրճից հաստատ 3-ը մեկում։ Համեղ սուրճը վայելելուց հետո հաստատ 3-ը մեկում։ Հա։ Չէ։ Ասա։ Կարաբալա, քանի որ դուք այստեղ եք եւ մենք միշտ մեր նախկին հյուրերի հետ նկարանում ենք TikTok։ Այդ ի՞նչ է։ TikTok-ը դա մի բան է, երբ որ այնտեղ ինչ որ անիմաստ շարժումներ են անում եւ դրա դիմաց ստանում անվճար ծաղիկներ։ Ո՞ս կասես 21-րդ դարն է Կարաբալա ջան։ Դրա համար ինչա ձեզանից հասնում, համեցեք։ Մենք հիմա կլսենք երաժշտություն եւ այդ երաժշտության ներքո մենք փորձենք միասին ինչ որ մի բան անել եւ տեղադրել այն համացանցում։ Ճիշտ է, ես հիմա բառեր եմ ասում, որոնց հետ դուք ընդհանրապես կապ չունեք կամ չեք հասկանում ինձ, բայց այս պահին TikTok-կերները, հեռուստադիտողները մեզ դեռիվ հասկանում են։ TikTok։ Mobile Center խանութների ցանցը հանդիսանալով մի շարք համաշխարհային ընկերությունների պաշտոնական ներկրող Հայաստանում առաջարկում է միայն որակյալ ապրանք տրամադրելով պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից։ Գնումները հնարավոր է կատարել նաև առցանց, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ տարբերակով Mobile Center։ Թեժ ակցիա Mobile Center-ից մարտի 2-ից ապրիլի 12-ը Mobile Center-ից ապառիկ թե կանխիկ գնելով ցանկացած Samsung ապրանքանիշի սմարթֆոն կամ պլանշետ կարող եք ընտրել երկու նվերներից մեկը՝ Power Bank կամ խելացի ժամացույց։ Գնումները հնարավոր է կատարել նաև առցանց, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ տարբերակով Mobile Center։ Ծաղիկներ, հազար տեսակ քեզ համար, համբյուրներ, քեզ համար,
Գարուններ թող բացվեն քեզ համար որ երկեմ սիրուն ջան քեզ համար Իսկ Կարաբալայի դերը այսօր մեր տաղավարում մարմնավորեց տաղանդավոր դերասան ինձ շատ լավ ընկեր Մանուկ Հախվերդյանը Բրավո Շնորհակալ եմ ընկերս Շատ շնորհակալ եմ դու կարող ես ծաղիկները վերցնել Քեզ համար է յասամանը Բայց թշնում է նա իզուր Անցավորը ու բոլորը Ինձ նայում են տխուր Բրավո